Շնորհակալ եմ բոլորիցը, սրբազան հայր, հարգելի ավականներ, սիրելի բնակիչներ, հյուրեր։ Վայրկյաններ առաջ օրենքով սահմանված կարգով և տեքստով ես երդվեցի ծառայել հանուն համայնքի բարգավաճման և բնակիչների բարօրության։ Երդվեցի ձեռքս Աստվածաշնչին և մայր օրենքին։ Բայց ես խոստում ունեմ տրված նաև մեր թիմի ղեկավար Դավիթ Համբարձումյանին, խոստում ընկերոջ, խոստում տղամարդը տղամարդուն, որ պիտի անեմ ամեն ինչ առավելագույնը և անհնարինը, որպեսզի Մասիսի բնականոն զարգացումը մեկ վայրկյան չտուժի։ 2021 թվականին, երբ տեղի ունեցան թիմ ընտրությունները և Դավիթ Համբարձումյանը դաշինքը բացարձակ հաղթանակ տանելով այդ ընտրություններում այստեղ, այս նույն դահլիճում, այս նույն բեմից Դավիթ Համբարձումյանը երդվեց, որ ծառայելու է բնակիչներին և օր-օրի բնակիչը զգալու է իր դրական փոփոխությունները։ Այսօրվա իմ երդումը Դավիթ Համբարձումյանի երդման շարունակությունն է։ Համբարձումյան Դավիթի կառավարման տարիներին իրականացված աշխատանքների մասին խոսում են և դեռ շատ կխոսենք։ Բայց չգիտեմ ինչու որևիցե մեկս չենք բարձրաձայնում այն աշխատանքի մասին, այն գաղափարական աշխատանքի մասին, որ նա կարողացել իրագործել Մասիս համայնքում։ Դա ավելին էր, քան ճանապարհի ասֆալտապատումը կամ գիշերային լուսավորության ցանցի կառուցումը։ Դա մարդկանց մտքի նորոգումն էր։ Որքան ուզում եք կառուցենք, որքան ուզում եք բարելավենք և որքան ուզում եք աշխատենք, եթե բնակիչը, մարդը դա չի համարում իր սեփականությունը իրենը, ուրեմն զուր է ամեն ինչ։ Դավիթ Համբարձումյանը լուր, բայց հետևողական աշխատանքի շնորհիվ և ամենակարևորը բնակիչների հետ ճիշտ շփվելու շնորհիվ կարող հասնել դրան, որ մարդը, բնակիչը իր մտքում ընկալի, որ սա պետական կամ համայնքային գույք չէ, սա իրենն է, իր երեխային է, իր թոռանն է, կարողացանք հասնել դրան։ Իսկ նրա շնորհիվ համայնքում տիրող համերաշխությունը տեսնում և լսում ենք բոլորս։ Հարյուրավոր մարդիկ շնորհավորում են ինձ այս օրերին։ Շնորհավորում են ոչ միայն ինձ որպես համայնքի նորընտիր ղեկավար, այլ շնորհավորում են ինձ որպես Դավիթ Համբարձումյան դաշինքի հաղթանակը պահելու և վերահաստատելու համար։ Այս շնորհավորանքները ձերն են, հարգելի բնակիչներ։ Այս շնորհավորանքները Դավիթ Համբարձումյան դաշինքի յուրաքանչյուր անդամինն է։ Չէ՞ որ մենք հասել ենք հաղթանակին բնակչի տված վստահության քվեով, և մենք մեր թիմով պարտավոր էինք այդ վստահության քվեն պահել և հասնել այսօրվան։ Իմ մասին, ինչ ճանաչում եք։ Գիտեք շատերդ, ես ուզում եմ վստահաբար ասել, ունեմ այնքան գիտելիքներ և կառավարման փորձ, բավարար կառավարման փորձ, որ այսօր այս բեմից նայելով ձեր աչքերին ասում եմ, վստահաբար եմ ասում, ես պատրաստ եմ կառավարելու, ես պատրաստ եմ ծառայելու Մասիս համայնքի հետագա զարգացման աշխատանքները։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։ Աստված պահապան բոլորիս։ Շնորհակալ եմ։